Երկու օր է մամուլը ուղղակի ճաք է տալիս վերջին սենսացիոն լուրերից։ Բոլորը խոսում են Ծառուկյանի շունչը փչած առյուծից ու Կոկորդիլոսի կողմից վնասվածք ստացած ԱԻՆ աշխատակցի հիվանդանոց տեղափոխվելու մասին։ Ավելի հեռուն նայեք, բարեկամներ։ Ինչու են այս կամ այն ճանապարհներով հայոց ազգին զրկում իր հովանավոր ազգակիցներից։ Ինձ մտահոգեց մամուլում նշված 30,000 աշխատակիցների գործազրկության խնդիրը, եւ ես որոշեցի երկու տողով անդրադառնալ։ Թե ինչ կա խորքում։ Երբ ձիու բերանից սանձը հանում են, նա կարող է անդունդ գահավիժել իր հեծվորի հետ։ Կյանքը բումերանգ է, հարուստ թե աղքատ, սեփական ազգի եւ պետության նկատմամբ անհրաժեշտ է պատասխանատվություն կրել, որ պահանջելու իրավունքը արդար լինի։ Սակայն պատերազմի մեջ ապրող Հայաստանի վրա հազար աչք կա եւ մեր դեպքում այլ է։ Զորօրինակ, ինչպես է, որ Արցախին շունչ, ոգի եւ հեռանկար պարգևող Լևոն Հայրապետյանը հիվանդ ու անօգնական մահացավ Մոսկովյան բերդերում։ Մարդ, ով ոչ միայն 7 տասնյակ զույգեր ամուսնացրեց, նաև Սուվորովյան դպրոց էր հիմնադրել եւ ուզում էր այն վստահել լուսահոգի իմ բարեկամին, կոմանդոսին, ում խնդրել էի, որ ինձ ուսմասվար տաներ ավարտից հետո։ Ուզում էի իմ աչքով տեսնել ազգի կանոնավոր կրթություն ստացած սպաների պատրաստվածությունը։ Եվ այլ բազում գործեր։ Եվ կամ այդ ինչպես եղավ, որ հայտնի Տրոյկայի մեծահարուստ Ռուբեն Վարդանյանը այսօր հայտնվել է ադրբեջանական բանտերում, մարդ, ում խելքը Ռուսաստանում շատերին էր զարմացնում։ Ինքն իր մասին միթե չկարողացավ մտածել, թե դա պատվեր էր հայ ժողովրդին անզոր ու մենակ թողնելու, իր կարող զավակներից զրկելու ճանապարհով։ Սա էլ է պատերազմ, սիրելի ժողովուրդ։ Մենք հաճախ անկարևորի տակ կարևորը չենք նկատում, կամ ինչ գործ ուներ միլիարդատեր Սամվել Կարապետյանը քաղաքականության հետ, որից գաղափար չունի եւ չի էլ ունեցել, որովհետեւ իրենը բիզնեսն է։ Ռուսաստանում գրեթե 3000-ից անցնում են նրա կառուցած շինությունների թիվը եւ բազում օգնություններ ու գործեր, ով նրան ուղղորդեց դեպի վտանգը։ Ռուսաստանում բնակվող հազարավոր հայեր որբության զգացողություն ունեն։ Ինչ անեն նրանք, հայոց սեղմված հողը որքան մարդ կարող է տեղավորել։ Ցավալի փաստ է։ Եվ վերջապես մեծահարուստ հզոր բիզնեսների տեր Գագիկ Ծառուկյանը։ Ես լավ եմ հիշում նրա երթումը, այլևս քաղաքականության մեջ չմտնելու վերաբերյալ։ Ինչի պակաս ուներ, ինչու նորից մտավ խաղի մեջ, ով դրթեց։ Ժողովուրդը մի լավ ասացվածք ունի, ուրիշի չվանով հոր մի մտեք։ Ծառուկյանը կրկնեց նույն սխալը։ Հաստատ համոզված եմ, տիկին Ռոզան իր մայրական հեռատեսությամբ դեմ է եղել, բայց եղավ այն ինչ եղավ։ Հիշյալ փաստերից ելնելով ես թափության եմ կոչում մեր ազգին, հետ վերադարձնել իրենից արտագաղթած հայոց իմաստնությունը, քանզի աշխարհը կանգնած է նոր վերաբաժանումների շեմին եւ դժվար է լինելու մեր վաղվա օրը։ Facebook-յան իր էջում գրում է գրող հրապարակախոս հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանը։